Էլ-Ռումի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Էլ-Ռումում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Էլ-Ռումը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում օնլայն տիրույթում լուծել։ Առաջին հերթին հասկանալ, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը մենք հաճախ ավելի ենք կարևորում, ինչպես գտնել տվյալ ոլորտի պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Լինում են դեպքեր, երբ մենք մտածում ենք, որ արդեն հոգնածությունը, լարումը, ինչ որ բան, զգում ենք, որ տանում է մեր էներգիան, գնում ենք սպառման ու սկսում ենք որոշել, թե որ ուղղությամբ գնալ հոգեբանի մոտ, գնալ բժշկի մոտ, գնալ որոշակի հորմոնալ հետազոտություններ հանձնել եւ այլն, այս բոլորը կարևոր են իհարկե։ Սակայն ամենակարևորն այն է, երբ մարդը կարողանում է ինքն իրեն ճանաչել իր հոգին, ճանաչել իր մարմինը, ճանաչել իր էներգիաները։ Երկար ժամանակ չէ, որ Հայաստանում այդ հնարավորությունը մենք ունենք, այնպիսի պրոֆեսիոնալ ու նեղ մասնագիտացված ծառայության, որտեղ որ կարող են ապահովել այս բոլորի ներդաշնակությունը։ Ինչպես անել, որպեսզի դու հասկանաս ի վերջո, որն է քո խնդիրը եւ որտեղից է պետք սկսել ամեն ինչ փոխել։ Տարվա ավարտին որպես կանոն մենք ծրագրում ենք ինչպես սկսել նորը եւ ինչպես ամփոփել հինը ամփոփելու համար եւ նորը սկսելու համար պիտի կարողանաս ինքդ քեզ, քո մարմինն ու հոգին ճանաչել։ Այսօր այդ եզակի հնարավորությունն ունենք եւ այս պահին ես ուզում եմ մեծ սիրով Էլ-Ռումում նաեւ ձեր անունից ողջունել սերտիֆիկացված հոգեմարմնական թերապևտ, օստեոպաթ, սպինալ մերսման մասնագետ Վարդուհի Մարգարյանին։ Վարդուհի, շատ շնորհակալ եմ, ինձ համար իրականում շատ հաճելի էր, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեզ հետ։ Ես գիտեմ, որ 1 տարի է ձեր այս հրաշալի ու պրոֆեսիոնալ գործունեությունը ծավալում եք Հայաստանում։ Կարծում եմ շատ մարդկանց հասցրել եք երջանիկ դարձնել, բայց շատ շատերը դեռ այս հերթում են։ Շնորհակալ եմ Լիլի ջան հնարավորություն ընձեռնելու, որ ես կարողանամ ներկայացնել այս գիտությունը, որը նոր է, որը ժամանակակից է, որը փոխում է կյանքեր, ճակատագրեր, բնավորություններ, հարաբերություններ։ Գիտությունը ինքը հոգու եւ մարմնի կապն է։ Այո, պսիխոսոմատիկայի մասին է խոսքը։ Սա հոգու եւ մարմնի կապը դուք նեղ այս ուղղությունը ուսումնասիրել եք շուրջ 10 տարի։ Այո, երբ որ ես ուսումնասիրեցի հոգեբանությունը, ես հասկացա, որ թերի է ինչ որ մի բան, որովհետեւ երբ որ դու աշխատում ես խնդրի հետ, հասկանում ես, որ այո, ինչ որտեղ բուժում ես, դու լսում ես, երբ լսում ես, խնդիրը արդեն բուժվում է, բայց խնդիրը լուծման ավելի հեշտ տարբերակներ է պետք փնտրել, ավելի պրակտիկ տարբերակներ է պետք փնտրել, որպեսզի մարդը գա միաժամանակ եւ մարմնով եւ հոգով ներդաշնակությունը զգա, ազատվի այդ բեռից, այդ ծանրությունից ու թեթևացած անցնի իր կյանքի ուղին։ Յուրաքանչյուր մարդուն է տրված երջանիկ ապրելու ուղին։ Երբեմն ստրեսային իրավիճակներում փակվում են այս դաշտերը, այն դաշտերը, որոնք կեսական էներգիայի միջոցով են հասել մեզ, այսինքն երբ որ մենք ծնվում ենք, մեր մեջ դրվում է կեսական էներգիան։ Ու կեսական էներգիան դա միակ էներգիան է, որը պետք չի սպառել։ Ու այստեղ երբ որ խոսքը գնում է հոգևոր էներգիայի, կեսական էներգիայի, պետք է շատ կարևոր է տարանջատել մի ուղղություն ոգևոր էներգիան։ Հոգին դա կեսականն է, մարմինը եւ հոգին, իսկ ոգևորը դա մեր հոգևորի ագենտն է, որը գնում է, փնտրում է, խոչընդոտներ է հանդիպում, չգիտեմ, ինչ որ ճանապարհ է անցնում ու դա ապահովությունն է, այսինքն ապահովություն է, որպեսզի մեր հոգին չվնասվի։ Դա հոգու մի կտորն է, որը անցնում է մեր հետ ճանապարհ, ուղիներ ու հետո, երբ որ հետ է գալի մենք, այն որ լինում է, չէ, որ ինչ որ մի ուղի ենք ընտրում, դա կարա լինի ճիշտ եւ սխալ նայած մեր գիտակցության ու հետո ասենց հետ ենք գալի, փորձում ենք հասկանալ ինչը, այ հենց այստեղ դա դեպրեսիան ու նևրոզն է, որը մարդուն մոտեցնում են հենց իրեն, հենց դեմ առ դեմ դու բախվում ես խնդրի հետ։ Սա ինքնապաշտպանություն է, սա մարդուն պաշտպանելու այն գերհզոր ի սկզբանե ի վերուս տրված զգացողությունն է, որ ստոպ,
նայիր, ով ես դու, ուր ես գնացել, ինչ ա տվել քեզ, որտեղ ա քո եսը, ուր ես դու։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ այ հենց այս կետից սկսենք, այսինքն տարվա ավարտն է, ինչ որ առումով մարդիկ ետ են նայում եւ ծրագրեր կազմում առաջ նայելու համար, հա, հաջորդ օրերի։ Կարելի է ասել, որ մի պահ պետք է կանգ առնել ու հասկանալ, ով ես դու, ինչ ես արել եւ ուր ես քո գնում տվածը եւ ինչա տանում եւ ինչ կտա քեզ նաեւ քո ընտրածը ինչ դեպքում է հասնում մարդը ընկճվածության երբ որ սահմաններ ա գծվում երբ որ մարդու այո երբ որ որև հոգին չի սիրում սահմաններ մարդու եսը չի սիրում սահմաններ մարդուն ուղեղը ինքը այնքան կարա զարգանա այնքան կարա աճի, այնքան կարա հորիզոնները ընդլայնի, որ երբ որ դրվում է սահմաններ, իսկ սահմանները մեր դարաշրջանում, մեր այս վիճակում, մեր այս ապրելակերպին շատ են եւ աշխատավայրում եւ ընտանիքում եւ գիտության մեջ եւ բոլոր ասպարեզներում ոնց որ կան սահմաններ այդ սահմանները ընկճում է մարդուն մարդը կորցնում է իր ինքնությունը կորցնում է իր եսը որի արդյունքում ինքը իրեն կարևոր չի համարում ինքը իրեն թույլ է զգում եւ իսկ հոգեպես թույլ մարդը ինքը տկար մարդը ինքը առողջ չի կարող մտածել ու այս ամեն ինչը դրսևորվում է մարմնական ցավերով այն ինչը որ դու չես կարողանում արտահայտվել մարմիննա դա արտահայտում այսինքն հոգեբանական այս վիճակը տրավման բերում մարմնական ցավերի եւ այդտեղ դա կան շատ կոնկրետ որովհետեւ դուք նաեւ սպինալ մերսման մասնագետ եք այսինքն նաեւ այս ճանապարհով եք կարողանում այդ հոգեբանական բայց ֆիզիկականի վերածված ցավերը հանել հա երբեմն մարմնի ցավեր ինձ պատմում են հոգու ցավերի մասին ես մարմնական ցավերի նյարդերի բլոկավորման ընթացքում երբ որ իմ էներգիայով սպինալ էներգիան դա բնատուր էներգիա է դա ես ի սկզբանե դա ես դա չեմ կարող սովորեցնել դա իմ մեջ տրվել է դա որպես շնոր ես բնությունից ժառանգել եմ երբ որ ես էներգիայով դիպչում եմ մարդուն ես զգում եմ մարդը ունի 7 էներգիա ես չեմ դիպչում կեսական էներգիային որ աստծո էներգիան է ես իրավունք չունեմ մարդու կեսական էներգիային դիպչելու ես դիպչում եմ այն էներգիաներին, որ աշխարհընկալման հետ է։ Այսինքն աշխարհընկալումը մարդուն կարա եւ օգուտներ տա եւ վնասներ տա։ Դուք կարողանում եք արդեն հանդիպումների ընթացքում հասկանալ ինչ գործիքակազմ է պետք կիրառել։ Դուք մասնագիտությամբ էլ առաջին մասնագիտությամբ ներողություն Վարդուհի հոգեբան եք Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ֆակուլտետն եք ավարտել, բայց սա իհարկե շատ փոքր մաս է, որովհետեւ ես գիտեմ, որ դուք հետո շատ երկար ու պրոֆեսիոնալ առաջի ճանապարհը երբ որ ես մտա մարդու հոգևոր դաշտի մեջ ու հասկացա որ կիսատա կոմպլեքս բուժումը համարվում եւ էներգիայի հետ եմ աշխատում եւ մարմնի հետ եմ աշխատում եւ հոգու հետ եմ աշխատում գտնում եմ ոսկե միջինը գտնում եմ այն ուղին այն լույսը որով կարամ բացեմ բոլորը որով որ խնդիրները մարդու փոխեմ դրական էներգիայի, այսինքն երբ որ մարդու մոտ կա հարց, պատասխան, նեղվածություն, խնդիրներ, ես նաև կարողանում եմ զրույցի միջոցով եւ իմ տեխնիկաների միջոցով վերափոխեմ էներգիան։ Այստեղ նաև ինչ որտեղ փիլիսոփայությունն է օգնում, որովհետեւ երբ որ դու կարողանում ես ճիշտ ներկայացնել մարդուն իր խնդիրը եւ դրա լուծման ճանապարհները տաս, մարդը այստեղ հենց բժշկվում եմ կնոջ էներգիան շատ է օգտագործվում պատկերացնենք մի վիճակ մենք ունենք վերք ու արունակ համալինում կարա լինի չէ կարա գա մի պահ որ մենք մեր վերքից երբ որ արյունը հոսում է մենք ունենում ենք արդեն գլխապտույտ մենք ունենում ենք արդեն մարմնական տկարություն մենք կգա ինչ որ մի վիճակ որ էլ կսպառվենք ուղղակի կսպառվենք ես կոպիտ օրինակ եմ բերում որպեսզի ավելի մաչելի դառնա ավելի հասկանալի լինի կինը չի կարա այդքան սպառվի, կնոջը էներգիա է պետք։ Ու կնոջ, եթե կոնկրետ խոսքը գնում է կին տղամարդ հարաբերությունների մեջ, կնոջ էներգիան բնական էներգիան դա իր տղամարդը կարող է լինել։ Իր տղամարդու ուշադրությունը պիտի լինի։ Տղամարդը գլուխն է, կինը մարմինն է։ Տղամարդը կոնտրոլն է, գլուխը կոնտրոլն է։ Երբ որ կինը կնոջ մոտ արդեն խաթարվում է իր ֆունկցիոնալ վիճակը, իր ինքնազգացողությունը, դա գալիս է իր կոնտրոլից։ Մի բան այն չի։ Երբ որ կինը չի արտահայտվում, երբ որ հոգին
չի արտահայտվում, կինը չի արտահայտվում իր մոտ արդեն հիվանդությունները մարմինը բլոկավորվում է։ Երբ դիմում են, հա, բացի նրանից, որ ասենք լինում են, որ մարդիկ արդեն ինչ որ մի փուլ անցել են, հա, դժվարությունների միջով ու հիմա ֆիզիկական այս խնդիրները ունեն։ Կարող եք դուք այնպես անել, որպեսզի այդ էներգիա ստանան, իրեն կարողանան իրենց այն կետը, հենման կետը գտնել իրենց ներսում։ Իհարկե, Լիլի ջան, ուրեմն երբ որ մենք աշխատում ենք մտքի հետ, նյարդերի հետ, մենք ուղեղին տալիս ենք վերականգնողական հնարավորություն, մեր ուղեղը ինքնուրույն վերականգնում է, նաև նյութափոխանակության արդյունքում մեր օրգաններն են վերականգնվում։ Նևրոզները, որոնք բժշկությունը համարում է, որ ինքը հոգեկան աշխարհի վրա է, բայց այո, բաներ կան, որոնք շոշափելի չեն, բաներ կան, որոնք զգացական են։ Այն ինչը որ ես բուժում եմ, բժշկությունը չի բուժում։ Այն ինչը որ բժշկությունն է, ես չեմ խառնվում։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք հեռախոսահամարը։ Գիտեք, սա բոլորովին նոր ուղղություն է։ Շատ կարևոր կետերի վրա է Վարդուհի Մարգարյանը շեշտը դնում, այնինչ մեզ անհանգստացնում է ըստ էության։ Մենք չենք հասկանում, որտեղից է պետք սկսել։ Մենք հասկանում ենք, որ ինչ որ մի բան մեզ անհանգստացնում է, մենք հասկանում ենք, որ ինչ որ մի բան այն չէ։ Բայց ամեն անգամ հույսը դնել ու մտածել, մեղադրել ինքներս մեզ, որ այ մենք պիտի այսպես անենք, ստիպված ենք այսպես անել, երբ հնչում է այդ ահազանգը, որի մասին Վարդուհին նշեց, հա, երբ օրգանիզմը, հոգին, ուղեղը, մարմինը, սոսը հնչեցնում են, այդ մեր վրա ամբողջ պատասխանատվությունը բարթել է, այնքան էլ ճիշտ չի։ Այս հեռախոսահամարով դուք կարող եք զանգահարել, որովհետև խնդիրները ներկայացնելու դեպքում այն ինչ որ զգում եք, ուղղակի դա ներկայացնելու դեպքում պրոֆեսիոնալ, նաև այս գիտությունը պսիխոսոմատիկան 10 տարի Եվրոպայում, Միացյալ Նահանգներում նաև ու շատ պրոֆեսիոնալ կերպով ուսումնասիրած մասնագետը կհասկանա ինչ է ձեզ պետք, որտեղ է որ գուցե պետք է փոքր, հա, ինչ որ էներգիայի աղբյուրին խթանել այդ աղբյուրը կամ ինչպես ցույց տալ այն փոքր կետը, որը ձեզ հնարավորություն պիտի տա այս ներդաշնակությունը, հա, վերականգնել։ Կարծում եմ, որ երբ մենք մտածում ենք, որ տարվա ավարտին նոր տարվա համար ամեն ինչ պիտի պատրաստենք, ինչ որ բան պիտի փոխենք, առաջին հերթին պիտի սկսենք ինքներս մեզանից։ Պիտի սկսենք կյանքին ուրիշ հայացքով նայել, ուրիշ էներգիայով։ Տպավորություն է, որ սա բառեր են, բայց այսօր մենք հնարավորություն ենք տալիս շնորհիվ պրոֆեսիոնալ մասնագետի նաև սա կիրառել, սկսել հենց այս օրվանից ընդամենը զանգահարելով այս հեռախոսահամարով, Վարդուհի, փաստորեն սեանս, այսինքն կարելի է զանգահարել, գրանցվել, եւ դուք արդեն նշում եք, որ դեպքում ու շատ կարևոր է նշեցիք, որ եթե բժշկական է, ես այստեղ անելիք չունեմ, ինչպես եք պարզում սա ձեր ոլորտն է, այսինքն այստեղ կա անելիք, թե չէ, չնայած հիմա այնպես ամեն ինչ մարդկանց մեջ այդ էներգիաների, հա, խառնվել է, որ կարծում եմ, որ բոլորս ունենք ձեր գոնե մեկ սեանսի կարիքը։ Տարի խնդիրը։ Այո։ Հարցը լավ է, Լիլի ջան, այդ տեխնիկաների եւ ասում գիտությունը խորապես ուսումնասիրելու արդյունքում։ Ահա։ Ամեն վատ բան մեր կյանքում լինում է, մենք երբ որ մենք իրազեկված չենք լինում, երբ որ մենք մեր ասում մեր հոգևոր կրթությունը զարգացած չի լինում։ Մարդը հոգի եւ մարմինը։ Մարդիկ մարմինն են սնում եւ սոված են, կուտում են եւ պետքա, չգիտեմ, բոտեքս, ինչ որ այսպես երբևիցե ով է մտածել, որ իր հոգին պիտի սնի։ Որովհետեւ հոգի եւ մարմին այս ամբողջականությունը հենց սրանում է։ Գեղեցկությունը դա էներգիա է։ Անկամ գումարը դա էներգիա է։ Այս ամեն ինչը, այդ ամեն ինչը էներգիա է։ Ու հետո ասում ենք, մենք ամեն ինչ արեցինք, մենք այսքան մեր մարմնի վրա աշխատել ենք, բայց մեզ տղաներ չեն նայում։ Կամ մենք այսքան, չգիտեմ, գումար ենք ծախսում, եկամուտը չի գալի։ Մենք ինչ ենք արել, ինչ ենք անում։ Մենք ինչ ենք անում հոգևորի համար, մենք ինչ ենք անում մեր էներգիան բարձրացնելու համար, մենք ինչ ենք անում այն ինչ որ մի բանի հասնելու համար, ինչ ենք անում, ոչինչ չենք անում։ Ամենակ մեզ արտաքին է, որ պահանջներն են կատարում, բայց ներքինից է գալի լույսը, ներսից է գալի լույսը։ Մենք ներսով պիտի զինված լինենք, մեր վահանը։ Ինչպես եք եկել դրան, ինչպես եք կարողացել գտնել այսը։ Ես անցել եմ իմ սեփական ուղին, ես անցել եմ այն ճանապարհը,
Այն այն որ ասում եմ դժոխքի եւ դրախտի ճանապարհին եմ հասել եմ միջև այդ ճանապարհը ծանր ստրեսի ժամանակ, երբ որ ես հասա այդ վիճակին, որի համար շնորհակալ եմ այդ օրվա համար, որովհետեւ այդ օրը ինձ հնարավորություն տվեց ես բացեմ գաղտնիքները, ես գտնեմ լույսի բանալի, լույսի ճանապարհը, ու ես իմ սեփական փորձով, ես իմ սեփական գիտակցությամբ ես կարողացա դուրս գամ այդ վիճակից ու ես հասկացա, որ այսօր այն որ ասում է 90%-ը հենց այս վիճակի մեջ են։ Ու ես գտա այս երկիր, այն գիտություն, այս դոկտորի մոտ, այս պրոֆեսորի մոտ ես գտա այն աղբյուրները, նաև իմ մոտ բացվեց էներգետիկ աղբյուր, որը ուղղակի զգացողություն է, ես դա զգում եմ ի վերուս, դա տրվում է ինձ, երբ որ ես մարդու հետ խոսում եմ, իմ մեջ աշխատում է մի հատ ուրիշ ուժ, ես չեմ։ Տեխնիկաների մասին շատ մանրամասն երևի չէ անդրադառնա, բայց գիտեմ, որ նյարդային դեպրեսիվ նևրոզի ժամանակ վախերի, տագնապի զգացողության, ես գիտեմ, որ շատ ունեք մարդիկ, ովքեր այդ անորոշության ապագայի նկատմամբ վախի այդ զգացողությունները, որովհետև հիմա մեզ մոտ շատ տարածված է սա այս իրավիճակում, եւ շատ հետաքրքիր ձևակերպում տվեցիք անորոշ ցավերի դեպքում, երբ չես հասկանում, բայց ինչ որ անընդհատ այդ անորոշ այդ ցավը կա։ Ինչպես եք ախտորոշումը անում, նշում եք, որ խոսքի ուղակի զրույցի ժամանակ ախտորոշումը, բայց ես գիտեմ, որ նաև ձեր կախարդական ձեռքերը հրաշքներ են գործում։ Մեկ հպում եւ Այո, թույլատնում ենք նյարդերը։ Այսինքն նյարդերը թույլատնելու ճանապարհով դուք հնարավորություն եք տալիս ավելի լավ հասկանալ ինչ խնդիր կա ու սկսել բուժումը։ Հիմա բացատրեմ այդ process-ը, ոնց է տեղ ունենում Լիլի ջան։ Հարցազրույցի ժամանակ, երբ որ հասկանում ենք խնդիրը որտեղ է, երբ որ նյարդային է, աշխատում ենք առաջինը նյարդերի հետ։ Երբ որ նյարդերի հետ աշխատում ենք, մարմինը հանգստանում է, թույլ է տալի, որ մարմնի հետ աշխատենք։ Բայց լինում են դեպքեր, երբ մարմնից է բլոկավորումը գնում։ Այսինքն մարմնի որոշ նյարդային կետեր, կոնկրետ մենք կոնկրետ կետերը, որոնք բլոկավորում են, 7-ից 15 կետեր են, որոնք բլոկավորում են։ Նաև լսած կլինեք չակրաների մասին։ Այդ չակրաները նույն այդ էներգետիկ դաշտն է, որը մարդու օրգան համակարգում տեղակայված են որոշակի մասերում ու դրանք նյարդերի ժամանակ կծկվում են։ Երբ որ կծկվում են, էներգիան չի հոսում մարդու մարմնով, այսինքն սկսվում է այն որ ասում է մշուշոտ ու ստվերը, լույսը երբ որ չկա, լույսի բացակայության արդյունքում մարդը արդեն ընկճվում է, էներգիան չկա, էներգիա չկա, բայց ինքը չի հասկանում որտեղից է, ինքը այդ օրը չի նեղացել, այդ օրը ինչ որ հարցեր չեն եղել, ինչ որ անորոշ վիճակ, այստեղ վնասված է մեր զոննան, տվյալ զոննան, էներգետիկ զոննան, դա կարա լինի բավականին է որ ասում եմ աշխատանքից կարա լինի, աշխատանքի տեսակից կարա լինի, երբ որ հասկանում եմ որ նյարդն է լարված, դա կարա լինի նյարդի սեղմվածություն, դա կարա լինի սպազմ, հասկանում եմ ինչ վիճակում է նյարդը, երբ որ աշխատում եմ նյարդի վրա, այստեղ արդեն նյութափոխանակությունը փոխվում է, երբ որ էներգիան արդեն թափանցում է մարդու օրգան համակարգ, օրինակ մի կա շատ կարևոր նյարդ, որը հենց լույսն է, այսինքն մեր ողնաշարի ներքևի հատվածում է գտնվում, որտեղից այդ սպիրալի նման, ոնց ենք ասում, խխունջի նման էներգիան, որը դա կենսական էներգիայի աղբյուրն է, որը դա բնության մարդու եւ տիեզերքի կապն է, դա լինում է, որ փակ է լինում։ Ու մասնագիտական, այն որ ասում են զննման ժամանակ ես կարողանում եմ հասկանամ ինչի արդյունքում է փակվել կամ ոնց կարելի է դա բացել։ Երբ որ նյարդը բացում ենք, լավ մտքեր են գալիս, չէ՞, իհարկե, երբ որ դու բացում, այսինքն մարդու դաշտը բացվում է ինչ որ բացասական էներգիաներից, բլոկներից, մարդու միտքը արդեն աշխատում է, էներգիան ինքը անսպառություն է, էներգիան տիեզերք է,
ամեն ինչ դու կարող ես նվաճել, այսօր աշխարհը կարելի է հենց էներգիայով նվաճել։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ նաև Վարդուհի, այսինքն իրենց եւ ֆիզիկական, հոգեկան, այսպես ընկճվածության հետ կապված մենք խոսում ենք կոնկրետ խնդիրների դեպքում, բայց նաև իրենց մտածողության ձևը, հա, ինչպես շատ մեզանում ցավոք ընդունված է ասել ֆինանսական այդ էներգիան, շատ բաներ կարող են նաև այս մեթոդի միջոցով բացել։ Իհարկե, որովհետև այն ինչը որ մենք տալիս ենք տիեզերքին, տիեզերքը իրականում կոպիտ ասեմ սուպերմարկետ է։ Ահա, ինքը սուպերմարկետը որտեղից կարելի է ամեն ինչ վերցնել։ Երբ որ դու մտքով աշխատում ես ինչ որ մի բանի վրա էներգիա ես տալի, տիեզերքը օգնում է քեզ որ իրականանա։ Այդ կարելի է պրոֆիլակտիկ, երբ չգիտես, չնայած հիմա ես արդեն հասկանում եմ, որովհետև ձեր այս խոսքից անգամ, այսպես կարծես սկսում ես, ես չգիտեմ բառերը ինչպես բնորոշեմ, որ ճիշտ լինի, ներողություն եմ խնդրում, կարող է մի քիչ սխալ հնչի, բայց կարծեմ սկսում եմ այսպես ավելի լայն մտածել։ Մեծ մտածել, որովհետև այո, պետք չի սահմանների չափով մտածել, պետք է լայն մտածել։ Պետք է հոգնում եք, որպեսզի մարդիկ կարողանան լայն։ Իհարկե, այսինքն, հա, ես բացում եմ սահմանները, կարելի է ուղղակի դիմել։ Իհարկե, բացում եմ մարդու սահմանները, այն սահմանները, որը խանգարում է իր կենսագործունեության համար, իր մտածելակերպի համար, երբ որ մարդու դեմ դրված է սահման, այդ մարդը չի կարա սահմանից այն կողմ մտածի։ Երբ որ դու ասում ես, որ այս սահմանը այդ քո իմացած այդ բլոկավորումը չի, սա ճիշտ չի, ով ասել, որ այս սահմանը գոյություն ունի, որտեղ յուրաքանչյուր մարդու մեջ կա պաշտպանական մեխանիզմ։ Եթե մարդը ծնվի ինչ որ մի անապատում, որտեղ չկան օրենքներ, կարգեր, ինքը բնությունը առաջնորդելու է, բնությունը տանելու է այդ մարդուն։ Մարդու մեջ է ծնվում չափը։ Պետք չի ավելորդ բլոկավորել, ավելորդ սահմաններ գծել, այ հենց այս ավելորդություններն է, որ մարդուն փակուղու մեջ է պահում, ու մարդը կորցնում է իր տեսակը։ Ում է պետք դրանք, մի քանի մարդկանց, ովքեր են հարուստները, ովքեր տիրապետում են մի քանի գաղտնիքների, ովքեր թույլ չեն տալի, որ քո դեմ սահմաններ գծեն, ովքեր համարձակություն են ունենում ասել այդ համարձակություն, այո, համարձակ ասել չի նշանակում, որ դու անցնես սահմաններ, համարձակ ասել դա նշանակում է, որ դու կարողանում ես քո եսը ներկայացնել, քո տեսակը ներկայացնել, քո գործունեությունը ներկայացնել, ի սկզբանե յուրաքանչյուր մարդ մի ծրագրով է ծնվում, երբ որ դու այդ մարդու շնորհը, երբ որ այդ մարդու ծրագիրը փակում ես, դու արդեն մարդուն բլոկավորեցիր, փակեցիր։ Այլ մարդը ինքը ինչի համար, ում համար։ Արդեն ինքը դառնում է կարծես ինչ որ մեծ մտածող, ինչ որ բան ձեռնարկողից դառնում է սպասարկող։ Այո, ու մտածելակերպով այս մտածողությունը փոխել։ Իհարկե, այդ բացասական մտածողությունը, նույնիսկ բացասական էներգիան կարելի է փոխարինել լավ էներգիայի։ Ես գաղտնիքները այդքան չեմ ուզում բացեմ, որովհետև շատ հետաքրքիր դες մի աշխարհ է, որտեղ դու աճում ես։ Երբ որ դու այդ աշխարհում քեզ վերագտնում ես, քո համար մարդիկ փոքրանում են։ Օրենքները փոքրանում են, որովհետև դու գտել ես քեզ։ Դու որոշակի գիտություն տալով ես նաև մարդուն տալիս եմ գիտակցական մի վիճակ, որտեղ որ մարդը կարող է իրեն պաշտպանել եւ էներգիան փոխարինել եւ հոգեվոր աճ ունենալ։ Իհարկե շատ բարդ է այս ամեն ինչ այսպես անցալել առանց կոնկրետ 1-2 հա սեանսի, բայց մի քանի բանալի բառեր ասեցիք դուք Վարդուհի, որ իրականում հա մենք ամեն ինչից կարծես չգիտեմ վախենում ենք, թե չէ վախենում ենք, տագնապի զգացողություն չենք տալի, որ մենք մտածենք, այո, երբ ինչպես նշեցիք սահմաններն ու մարդիկ փոքրանում են, դուք ես ավելի հանգիստ եք զգում։ Մարդուն պետք է դիտարկենք ու ընդունենք ինքը ոնց կա, երբ որ մենք ընդունում ենք երևույթը, մեր օրգանիզմը ստրես չի տանում։ Ինքը ընդունում է, որ ամեն տեսակ բնավորություն, ամեն տեսակ մարդ, ամեն տեսակ իրավիճակներ կարող են մեր կյանքում լինել։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք որպես դիտորդ լինենք, ոչինչ չզգանք։ Մեզ վիրավորել են, դա մարդու ներսից է։
Դա մեզ չեն վիրավորել։ Ես ինձ գիտեմ, ես ինչ լավ եմ ճանաչում, դա իմ համար չէր, դա իր ներսից էր խոսում։ Ամեն մարդ իր ներսից է խոսում։ Երբ որ դու գիտակցես, որ դա մարդու ներսն է, դա մարդու չի, որ այո, դա քոնը չի, արդեն չի կպնում քեզ։ Այո։ Արդեն դու sense թեթև ես նայում։ Ինչ որտեղ երբ որ մարդիկ փորձում են իմ հետ վիճեն, ես ասում եմ արի գրկեմ քեզ։ Եթե նույնիսկ իրենք չեն կարողանում, այսինքն այդ սպինալ մերսվան ձեր կախարդական ձեռքերով դուք կարող եք այդ զգացողությունը տալ, այսինքն ոչ միայն բառերով ու մյուս սեանսի տեխնիկաներով, այլև հնարավորություն տաք հենց մերսվան միջոցով այս զգացողություններն ունենալ։ Իհարկե Լիլի ջան, կան որոշակի երևույթներ, որոնք մենք չենք տեսնում, զգում ենք։ Բայց դուք երբևիցե զգացել եք, որ ամեն տեսողական էս ամեն ինչ աչքեր, ականջներ, քիր, չգիտեմ, բերանես ամեն ինչը զգացողության համար է։ Շատ կարևոր է, երբ որ դու զգում ես, առանց տեսնելու ես զգում, դու ապրում ես, քո էմոցիաները, չգիտեմ, այդպես սավառնում են, որովհետև քո տեսողականը չի, քո զգացողությունն է, ու հոգին զգացողության վրա է։ Այո։ Ու շատ կարևոր է, որ դու ներսից լիքը լինես առանց ինչ-որ մի բան տեսնելու։ Իսկապես շատ կարևոր է։ Իրականում այնքան հեշտ ապրելը։ Մի քանի կանոններ, մի քանի գաղտնիքներ, մի քանի բալաններ, որ դու երջանիկ ես, դու կարողանում ես եւ քեզ ոչինչ չի վնասում։ Եվ դու պաշտպանված ես, դու ներսով մեծ ես։ Ու դու կարողանում ես տալ այսօր նևրոզ, դեպրեսիա, հիվանդ մարդիկ, հիվանդանոցից հիվանդանոց, դեղերից դեղեր, երբ որ դեղերի ժամանակ մարդու գիտակցությունը թուլացնում են, բայց գիտակցությունը դրանից չի փոխվում։ Պետք է գիտակցության հետ աշխատել, մտքի հետ աշխատել, անցյալի հետ աշխատել, ապագայի հետ աշխատել։ Չկա գոյություն չունի անցյալ եւ ապագա, կա ներկա։ Երբ որ մենք այսպես մի հատ հարցադրում ենք դնում անցյալի եւ ապագայի միջև ինչքան է ժամանակահատվածը 1-2 վայրկյան, անցյալը մի վայրկյան, ապագան մի վայրկյան։ Ու շատ կարևոր է, որ մենք սպասելիքներ չունենանք։ Երբ որ մենք սպասելիքներ ենք ունենում, դրանք չեն իրականանում, մենք հիասթափություն ենք ունենում։ Դա էլ է բերում ընկճվածության։ Ապրեք օրվա եւ պահի, այն որ ասում է տված նվերով։ Դուք չեք իմանա 1 ժամ հետո ինչ կլինի կամ ձեր անցյալը այլ գոյություն չունի։ Չպետք է կարճել անցյալից եւ չպետք է ապագայի համար պլաններ մշակել, որովհետեւ մենք չգիտենք ապագայում մենք ում կհանդիպենք, ինչ դռներ կբացվեն եւ մենք այսօրվա մեր ցանկությունը վաղվա մեր ժամանակի հետ, մեր գործողությունների հետ ինչքանով դա ճիշտ կլինի, ներդաշնակ կլինի։ Դրա համար օրվա պարգևն է պետք վայելել, օրվա պահն է պետք վայելել, օրն է պետք վայելել։ Երբ որ մենք ընդունենք, որ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կա, մենք արդեն ներդաշնակ ենք, մենք արդեն հաջողված ենք, որովհետև մենք արդեն հաղթանակած ենք։ Այո, շնորհակալ եմ շատ Վարդուհի։ Ուզում եմ, որպեսզի իրականում շատ մարդիկ կարողանան այս գիտակցությանը գալ ձեր շնորհիվ, շատերին հասանելի լինի, որովհետև մենք հիմա խոսում ենք մի բանի մասին, որ շատերի կյանքը իրականում պիտի կարողանա փոխել։ Շատ հաճելի էր ինձ Վարդուհի։ Սիրելի հետևորդներ, գիտեք, լինում են դեպքեր, երբ մենք խոսում ենք ինչ-որ կոնկրետ իրավիճակների մասին, որոնք որ այդ պահին դուք այդ խնդիրը ունեք եւ դա կարելի է լուծել պրոֆեսիոնալ այս կամ այն մասնագետի հետ։ Լինում են դեպքեր, երբ խնդիրները վերաբերում են ըստ էության բոլորիս։ Բոլորս մեր ժամանակներում ունենք այդ ներդաշնակությունը գտնելու մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Մի քիչ ինչ-որ հարցերում իրականում ավելի հաջողակ ենք մեզ համարում, մյուս ոլորտում ոչ։ Բայց մի բան ակնհայտ է, յուրաքանչյուրս ունի իր ներսը բացահայտելու հոգու մարմնի ուղեղի այս ներդաշնակությունը գտնելու այդ կապը շարունակական գտնելու խնդիր եւ շատ կարեւոր է երբ դու ինքդ քեզ կարողանում ես իսկապես շատ ավելի մեծ մտածել, շատ ավելի հանգիստ ու հաշտ, լինես ինքդ քեզ հետ։ Ասում են մեր ժամանակի աշխարհի բոլոր անկյուններում ամենամեծ խնդիրն է ներդաշնակությունը գտնել ինքդ քեզ հետ։ Սերտիֆիկացված հոգեմարմնական թերապևտ օստեոպաթ, սպինալ մերսման մասնագետ Վարդուհի Մարգարյանի հետ էինք խոսում, ով 10 տարի այս գիտությունը շատ խորությամբ ուսումնասիրել է Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, սեփական նաև փորձի, ինչպես նշեց Վարդուհին, եւ հիմա արդեն 1 տարի այս հնարավորությունն ունենք մենք Հայաստանում ուղղակի զանգահարելով, գրանցվելով նաև
այս իրականում շատ կարևոր խնդիրներից ազատվել շնորհիվ ոչ թե դեղորայքի, ոչ թե անընդհատ այս ու այն հիվանդանոց գնալու, որովհետև մենք ունենում ենք իրականում այնպիսի իրավիճակներ, երբ հասկանում ենք, որ նյարդային համակարգը տեղի է տալիս, երբ կյանքը անտարբերությունը կարծես ինչ որ առումով կլանում է մեզ, հարաբերությունների մեջ ինչ որ բան սխալ է եւ սխալներ ենք անում ինքներս ու առհասարակ անընդհատ վախի ու տագնապի մեջ ենք։ Զանգահարեք եւ վստահ եղեք, որ ամեն ինչ իրականում լուծման իր տարբերակն ունի։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ։ Միշտ կարևոր է, երբ մարդը կարողանում է ինքն իր հետ ներդաշնակ լինել։ Իսկ այդ բանալին գտնելու համար շատ բան պետք չի։ Պետք է մի պահ կանգ առնել ու որոշում կայացնել, որ այսօրվանից ես սկսում եմ տեսնել ինձ բոլորովին ուրիշ կետից։ Իսկ թե որ կետից եւ որ ինչպես սկսել դա, այդ մասին կարծում եմ, որ արդեն ամեն ինչ գիտենք կամ գրեթե ամեն ինչ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։